մի հայ պարզապես բնակիչը չէ իր դրախտավայր հայրենիքի։ Յուրաքանչյուր հայ նախ եւ առաջ զինվոր է ու մարտիկ։ Իսկ զինվորը միայն մի սուրբ պարտականություն ունի իր ժողովրդի ու Աստծո առաջ, կռվել ու հաղթել ոսողի։ Իմ սորովաղուց է, անում քո ինքնապաշտպանության հանգիստ չէի պատյանում։ Լսիր ինձ գուցե վերջին անգամ, դիմում եմ քեզ, խոսում քեզ հետ։ Քո սև ու նեղ օրերին դու կանչեցիր ինձ, և ես ասա քո ավարին։ Այն օրվանից ես պաշտպանում եմ Սյունիքը։ Մնաց մի բարձրունք, մի սար, մի քար, որի վրա դրած չլնեմ ես իմ հոգնած գլուխը։ Ասա դու տեսել ես ինձ, գոնե մի օր, մի ժամ, հանգիստ ու անհոգ։ Մնաց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի, քո ազատության, քո փրկության ու քո փառքի համար։ Այս պայքարի իմաստն այն էր, որ հայը տեր լինի քեզ, որտեղ աչք է բացել ու օրորոցային լսել։ Պարտություն չտեսա Սյունիքի դրոշը, թող որ դրվի կրծքիս վրա, երեզվանիս մեջ։ Ումի բարարամ, Հին Հայկազյան, միակ մխիթարիչը տարագրանքի մեջ։